Սանիթաունի օրվա ծրագիրը։ Վայր, որտեղ մարդիկ հավաքվում են իրենց համայնքի հետ շփվելու։ Եվ որտեղ Պաուլինան կարծում է, որ սեր է գտել կինոաստղի հետ։ Բայց փոքրիկ քաղաքի այս աղջիկն իսկապես գտել է իր գլխավոր հերոսին, թե գուցե այս փոքրիկ թռչնակը կատվի ջանքն է ընկել։ Անունս Էվա Էլդորադո է, և ես աշխարհի լավագույն կիբեր հետախույզն եմ։ Այսօր ես ես կպատմեմ սիրո, փողի և ստի մասին։ Ես անվանում եմ Catfish Kennery-ի գործը։ Catfishing, կեղծ պրոֆիլի կամ հորինված ինքնության ստեղծում, սովորաբար առցանց, զոհին մոլորեցնելու համար։ Ողջույն, Պաուլինա, քո աուրան ամբողջովին փայլում է։ Կարծում եմ ինչ-որ հրաշալի բան է պատահել։ Բարև, Վինս, այո, ես հենց նոր գրում էի ընկերոջս։ Ընկեր, այդ երբվանից։ Վերջերս, նա կարծես Ջեյն Օստինի վեպից լինի։ Նա իմ պարոն Դարսին է։ Պարոն Դարսի, հա? Դե պատմիր, գրախանութում ես հանդիպել։ Ոչ, առցանց, նա դերասան է, ուզում ես տեսնել։ Վայ, սա Քոնոր Քեներին չէ? Նա կարծես շատ հայտնի դերասան է։ Եվ շատ քնքուշ, մենք շատ խոր կապ ենք ստեղծել միմյանց հետ։ Որքան ժամանակ է, որ խոսում ես։ Մեկ շաբաթ, բայց թվում է, թե հավերժություն է։ Դե լսիր, ընկերուհիս, ես մտածում եմ քո մասին։ Սիրով, Քոնոր, ռոմանտիկ է, չէ։ Իհարկե, բայց մեկ շաբաթը այնքան ընդհանուր բան ունենք։ Մեր առաջին կենդանիները նույն անունն ունեին։ Նրա սիրելի կենդանին իմ դպրոցի թալիսմանն էր, և երկուս էլ մեծացել ենք ծառերի անուններով փողոցներում։ Զարմանալի զուգադիպություններ են, չէ։ Կիբերհանցագործության մութ աշխարհում մենք զուգադիպություններն անվանում ենք դրոշներ։ Թվում է, թե Վինսը նկատում է այն, ինչ մեր գործում անվանում են դեղին դրոշներ։ Բաները, որոնք ստիպում են ասել, մինչ կարմիր դրոշը կհայտնվի։ Անվճար ծանոթությունների կայքում հայտնի դերասան։ Այդ զուգադիպությունները շատ նման են անվտանգության հարցերի պատասխանների։ Երբ խոսքը վերաբերում է կիբերսիրուն, միշտ չէ, որ ամեն բան ճիշտ է թվում։ Վինսը կկարողանա օգնել Պաուլինային նկատել դրոշները, մինչ նրա սիրտը կոտրվի կամ ավելի վատ։ Պաուլինա, ես գիտեմ, որ սա շատ հուզիչ է։ Մի անհանգստացիր, Վինոս, ես շատ զգույշ կլինեմ։ Երեկոյան հանդիպում ենք հանրային վայրում, ռեստորանում։ Այս երեկոն կատարյալ է լինելու։ Ինչ եղավ։ Քոնորը չի կարող գալ, նրա մայրը լուրջ հիվանդ է։ Իհարկե, քեզ կօգնեմ, սիրելիս։ Օգնել ինչով։ Նրան պարզապես մի քիչ պարտքով փող է պետք մոր դեղերի համար։ Հիմա գնամ բանկ փոխանցելու։ Պաուլինա, սպասիր։ Ինչու պետք է հաջողակ կինոաստղը իր մոր դեղերի համար քեզնից փող խնդրի։ Վստահ ես, որ նա իսկական Քոնոր Քեներին է։ Իհարկե նա է։ Կարծում եմ, բայց ինչպես համոզվեմ։ Հրաշալի հարց է։ Կարող ենք սկսել պարզ առցանց որոնումից։ Ուրեմն, ըստ իմ սիրելի կինոկայքի, Քոնորը հիմա Ռումինիայում ֆիլմի նկարահանման է։ Ռումինիայում։ Եվ նրա մայրը մահացել է 5 տարի առաջ։ Դու ինձնից մի գրոշ էլ չես ստանա, որովհետև ոչ մի դեղ այնքան ուժեղ չէ, որ մորդ վերակենդանացնի։ Ցտեսություն։ Էլ չեմ օգտվի ծանոթությունների կայքերից։ Իհարկե վատ մարդիկ կան, բայց դա չի նշանակում, որ բոլոր առցանց ծանոթությունները անհաջող են։ Պարզապես իմացիր ճիշտ օգտվելու ձևը։ Կնեղացնենք որոնման ֆիլտրերը։ Ընտրիր այն մարդկանց, որոնք մոտ են ապրում։ Եվ զգույշ եղիր անձնական տվյալների հրապարակման հարցում։ Ոչ հասցե, ոչ հեռախոսահամար։ Եվ պետք է սիրի գրքեր։ Անպայման։ Տեսնենք։ Բայրոնը, ես նրան գիտեմ, գրախանութի կողքի կենդանիների խանութի տերն է։ Շատ բարի է, ինչպես դոկտոր Դուլիթլը։ Բժիշկ, հրաշք է։ Տեսնենք համապատասխանում է։ Սիրելի գիրքը, դժվար է պատասխանել, մի փոքր հնաոճ կթվամ, բայց սիրում եմ դոկտոր Դուլիթլը։ Ես էլ եմ սիրում այդ գիրքը։ Ո՞րն է սիրելի կերպարը։ Պաուլինան կարծես իսկական գլխավոր հերոս է գտել։ Բարեբախտաբար նա Քոնոր Քեթֆիշին փող չի ուղարկել։ Այսուհետև նա զգույշ կլինի անձնական տվյալների հետ և կհամոզվի, որ առցանց տղան այն է,
ինչ ներկայանում էր։ Եթե կարծում եք, որ ձեզ խաբել են կամ վստահ չեք, որ ինչ-որ բան իրական է, դիմեք ձեր վստահելի անձին, ձեր ծառայությունների համակարգողին կամ խնամակալին։ Ինչքան շատ աչք, այնքան լավ։ Հիշեք, որ կիբերհանցագործության աշխարհում տարածաշրջանային կենտրոնը ձեր կողքին է։ Եղեք խելացի եւ զգույշ, եւ եթե ինչ-որ բան այն չէ, մի լռեք։